Իրականում երեք տեսակ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մասնավորապես եթե չեմ սխալվում Միացյալ Էմիրություններում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված տեղափոխելու հետ կապված նմանատիպ հարցերով մշտական կապի մեջ է մեր դիվանագիտական կորպուսը ու այս առումով աշխատանքներ տարվում են, իսկ բուն ձեր նշած հարցի հետ կապված բնականաբար բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար։ Պարոն Ալեքսանյան, չգիտեմ պատասխանել եք թե չէ, պաշտոնապես ցավակցություն, հարձակման դատապարտում ինչու՞ չի անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բնականաբար խիստ մտահոգված է տեղի ունեցողով եւ բնականաբար ցանկանում է որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն, մնացածի մասով արդեն անպատասխան բաները կլինեն, բայց կներեք էլի հատկապես ընդդիմադիր մեդիայից նման հարցեր լսելը մի քիչ չգիտեմ ինչ չեն դատապարտում, ինչ չեն բանում, սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը բան էր անում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ինչ կապի, ռազմական դաշինք կապի որպես այդպիսին, այս հարցը ոնց հասկացա, մի տարի առաջ մոտավորապես տալիս էին, ասում էին, խի Հայաստանը Իրանի հետ ռազմական դաշինք չի կապում, հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ցավակցում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր մեծ, շատ մեծ, իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Ասում եք ռազմավարական դաշինք։ Ժողովուրդ ջան, բայց կներեք, Հայաստանի, այսինքն ամբողջ աշխարհը տենց պատկերացրեք, էլի ամերիկյան ավիանոսեց բանը, ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, մի անգամից պատտվելու են հետ գա։ Ոնե ցավակցել է ինչ։ Ժողովուրդ ջան, բոլոր երկրներն են մեր բարեկամ ու հարևան երկր, որը չէ։ Միացյալ Էմիրությունները տարածաշրջանը սահմանակից չեն տարածաշրջանային առումով երկրներն արդեն ցավակցել են։ Ժողովուրդ ջան, ձեր հարցը հասկանում եմ, որ հստակ է։ Ես ասում եմ, ձեր լրատվականի քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, սրանից մի տարի առաջ, դե երկուսն են, նեցեք ասում, ոնց որ տարբեր բևեռների լրատվականն է, մեկը TV5-ն է, մեկը H2-ը։ Չէ։ Ես ասում եմ, ձեր ղեկավարը քաղաքական առումով ձեր լրատվականի քաղաքական ղեկավարը սրանից մի տարի առաջ ասում էր Հայաստանը պետքա Իրանի հետ ռազմական դաշինք կնքի որպես այդպիսին Հայաստանում իրանական զորքեր տեղակայի, այս տեղակայի, այն տեղակայի։ Հիմա դուք որպես այդ լրատվական քաղաքականությունը նաև այդ հայտարարությունը առաջ մղած այսպես մարդ։ Օրինակ ինչ հետևանքներ կլինեին, եթե ձեր այդ նախորդ գուժածը, ձեր նախորդ ստրատեգիան Հայաստանի Հանրապետությունը իրականացրած։ Ես ընդհանրապես հարց եմ տալիս։ Դե ես ընդհանրապես պատասխանում եմ։